Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն շարունակում է իր հաղորդումները եւ պիտի ասեմ, որ այսօր մեր տեսադարանից ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու մի շատ հետաքրքիր տեսանյութ։ Վերադարձ կամ նորից բարև շարքի հերթական հաղորդումը։ Այն նվիրել ենք Հայաստանի Հանրապետության արվեստի եւ սպորտի վաստակավոր գործիչ Գյորգի Ասատրյանին։ Գիտեք, մեկ շաբաթից կլրանա այդ հրաշալի, այդ լեգենդար անձնավորության 101-րդ տարեդարձը։ Եվ պիտի ասեմ, որ մենք նրան միշտ հիշում ենք։ Նա չնայած շատ վաղուց հրաժեշտ է տվել երկրային կյանքին, բայց մեր հիշողության մեջ իսկապես մնացել է միշտ ինչպես վառ անհատականություն։ Անչափ մեծ է այդ հրաշալի մարդու վաստակը մեր ժողովրդի կյանքի եւ գործունեության տարիներին։ Պետք է ասեմ, որ Գյորգի Ասատրյանը այն անձնավորությունն էր, որը իր կյանքում երբեք ոչ մի անգամ դեմ չի գնացել իր խեղճին։ Մարդիկ պատմում են, որ այն տարիներին, որ նա ղեկավարում էր այս կամ այն հիմնարկը, երբեք չի ստորագրել մի հրամանագիր, որով այս կամ այն աշխատողը ազատվել է աշխատանքից։ Այո, այդպեսին էր Գյորգի Ասատրյանը։ Իսկապես լեգենդար մի անձնավորություն։ Մի խոսքով երկար չխոսեմ, դիտեք մեր այս վերհուշը եւ կարծում եմ ձեզ մոտ էլ շատ հաճելի հիշողություններ կարտանան։ Խնդրեմ։ Բարև ձեզ բարեկամներ։ Կրկին բոլորիդ հրավիրում ենք հին Երևան ռեստորանային համալիր, ուր այսօր ձեզ սպասում է հերթական հաճելի անակնկալը։ Քիչ հետո մենք պիտի հանդիպենք մի հրաշալի անձնավորության հետ։ Իսկ թե ով է այսօրվա հաղորդման գլխավոր հերոսը, այդ մասին վայրկյաններ անց, երբ մեր սրահի մեծ էկրանին դիտենք մեր շատ սիրելի հերոսին առնչվող տեսանյութը։ Կան մարդիկ, որոնց կատարած գործը թողնում է այնպիսի հետք, որը գնահատական է ստանում եւ իր ժամանակին, եւ այդ ժամանակից դուրս։ Այդ գործերը կառուցում են հարուստ պատմություն մարդկանց եւ երկրի համար, որոնք շաղախված են պատմական նշանակության կարևոր իրադարձություններով։ Գյորգի Գարեգինի Ասատրյանը ծնվել է 1924 թվականին Թիֆլիսում։ Մեր տոհմը մայրիկիս կողմից խարսեցի են եղել, պապայիս կողմը մշու կողմը։ Եվ նրանք հանդիպել են այստեղ են ամուսնացել։ Հայրս եղել է ռուսական զինվոր, անդամագրվել է Անդրանիկի մոտ։ Հետո որ բոլորը խարխլվել է, ինքը մնացել է Թիֆլիսում եւ աշխատել է որպես բանվոր։ 8-րդ դասանում ընտրեցին կոմսոմոլի քարտուղար։ Այդտեղից սկսեց իմ կոմիտական ելևէջները։ Աղջիկների խումբ էի կազմում, այնտեղ մի հատ 10-րդ դասանում մի հատ աղջիկ կար, լավ պարում էր, ասի արես խումբը ղեկավարի, կոմսոմոլ ենք, գնանք կազմակերպություններ, ելույթներ կանենք բան։ Եվ իսկապես ամբողջ ռայոնը մեր այդ բարի խմբի մասին էր խոսում։ Կարծես թե ինչ-որ հիմքեր դրում, որ ես վերջ արվեստի մարդ պիտի դառնամ։ 1951 թվականին ավարտել է Երևանի Պետական Թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ Գյորգի Ասատրյանն իր հասարակական գործունեությունը սկսել է որպես Կոմերցմիության Սպանդարյանի շրջանի առաջին քարտուղար։ 1954 թվականին նա զբաղեցնում էր Կուլտուրայի մինիստրության արվեստի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը։ 1958-ից 63 թվականներին ղեկավարում էր Հայ ֆիլհարմոնիան։ 1963 թվականին Գյորգի Ասատրյանը ստանում է մի առաջարկ, որը փոխում է նրա աշխատանքի բովանդակությունը, բայց ոչ բնույթը։ Փոխվում է աշխատանքային ասպարեզը,
մշակույթից սպորտ։ 1967-69 թվականներին Գյորգի Ասատուրյանը զբաղեցնում էր նաև Հայաստանի կինոմատոգրաֆիստների եւ կինոֆիկացիայի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ 1969-ից 1976 թվականները նա տնօրինում էր Էկրան փորձարարական արտադրական ստեղծագործական միավորումը։ 1976-1986 թվականներին Գյորգի Ասատուրյանը սկսում է աշխատել Հայ համերգում որպես տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր։ Գյորգի Ասատուրյանի ներդրումը հայկական մշակույթի զարգացման եւ տարածման գործում անգնահատելի է։ Դրա մասին խոսում են նրա գործնեության օրոք ամրագրված մշակութային գեղեցիկ ավանդույթները։ Սիրելի բարեկամներ, ես կարծում եմ դուք արդեն հասկացաք ով է մեր այսօրվա հյուրը, Գյորգի Գարեգինի Ասատուրյանը, իսկապես լեգենդար մի անձնավորություն, որի հետ ցանկացած հանդիպում դա տոն է։ Գյորգի Գարեգին, շնորհակալություն, որ այսօր մեզ հետ եք։ Ես պիտի ասեմ, որ այսօր մեզ համար առանձնակի օր է, որովհետև մարտի 15-ը Գյորգի Ասատուրյանի ծննդյան օրն է։ Գյորգի Ասատուրյանը դարձավ 88 տարեկան։ Շնորհավորում ենք։ Սիրելի բարեկամներ, մեր ծրագրի ավանդական հարցը մնում է նույնը եւ այդ հարցը, առաջին հարցը, որն է մեր հաղորդման հերոսի ֆենոմենը, որն է Գյորգի Ասատուրյանի ֆենոմենը։ Այս հարցին մինչ պարոն Ասատուրյանը կպատասխանի, մենք ունենք մի քանի կարծիքներ, լսենք եւ նորից վերադառնանք հին Երևան ռեստորանային համալիր։ Ոչ բոլորը, բայց մի մեծ ստվար խումբ հասկացան, որ այս սոցիալիզմ, կոմունիզմ, այդ բոլորը դատարկ բաներ են, անիրական բաներ են, ուտոպիա է, եւ դարձան իրենց հանրապետության իրեն ժողովրդի ծառաները, որոնց խնդիրն էր հարստացնել հանրապետությունը, դրանցից մեկն էլ Գյորգի Գարեգինիչ Ասատրյանն է։ Որ ասում են Գյորգի Գարեգինիչ, ես պատկերացնում եմ մարդը, որը ժպտում է։ Այդ մարդու մեջ ինչքան եռանդ կա։ Դրական մարդ է, ուրախ մարդ է, ուրախացնող մարդ է, ստեղծող մարդ է։ Ցանկացած հարցով կարելի է մոտենալ նրան, լինի կենցաղային հարց, լինի ստեղծագործական հարց, լինի կազմակերպչական հարց, թե ադմինիստրատիվ հարց, սպառիչ պատասխանը կարելի է ստանալ նրանից։ Նա պարզապես նվեր էր մշակութային կյանքում, հրաշալի գիտեր, թե ինչ ասել է ներկայացնել մշակույթը օտարին, գիտեր, դա իր կարծես մասնագիտությունը լիներ։ Իսկ հենց որ տեսա Գյորգի Գարեգինիչին, ամիջավես այդ հուզմունքը փառատվեց, տեսա, որ նորմալ մարդու հետ գործ ունեմ, տեսա, որ այս հարուսափելի մարդկանցից չէ բոլորովին, որ ղեկավարի աթորին նստած եւ այլն եւ այլն։ Փայլուն ղեկավարեց հայ ֆիլհարմոնիան։ Դա համարվում էր սովետական միության լավագույն ֆիլհարմոնիաներից մեկը։ Նա իմիջի համերգներ էր կազմակերպում բազմահազար ունկնդիրների համար, որը չէր եղել մեր իրականության մեջ։ BB King-ը Նովոսիբիրսկում էր ելույթներ, նա նենց էր անում, մյուս օրը գալիս էր Երևան։ Մշակութային կյանքը աշխուժացել է։ Խորհրդային միություն գալիս էին արտասահմանից հիանալի խմբեր, եւ եթե փորձենք հաշվել, քանի քաղաք նրանք պետք է այցելեին, այդ քաղաքների մեջ Երևանը անպայման կար։ Ես ուզում եմ հարցը կրկնել, ո՞րն է Գյորգի Ասատրյանի ֆենոմենը։ Դու այնքան բան ասացիք, որ ճիշտ ասած մարդի մեջ չգիտի սկիզբը որտեղ է, վերջը որտեղ է։ Բայց մի բան գիտեմ, որ եթե մի հատ գյումրեցիներ ստեղ հələ տես ինչ խել դիմցել է, ինչ խել դիմացել է այդքան բանին, որտեղ տարբեր կազմակերպություններ տարբեր, բայց բնակավարը համարյա թե նույն մշակույթ, կուլտուրա, որ ասեմ կարողա չհավատակ, բայց հավատացեք էլի։ Եթե մի մարդու ես աշխատանքից անել եմ ամոթ ինձ, ոչ մեկին աշխատանքի չեմ անել, որ տեսնում էի շատ էր հանում կանչում ասում էի լսի, արդեն գիտես ինչ, սաման մահման անցավ, դիմում դու դուսար, ինչի, ասի չես դուս գա, չէ, բայց ինչ եմ արել, ես ինչ անեմ, չէ, դիմում կտամ, դիմում տալիսը, թողում գնում էր,
հետո որ դրսում պատահում էր, անենց մի հատ բառ տալիս, որտեղ իր արած գիտեր, որ ես այդքան իրեն բան արած։ Հետո տարբեր բնակավարները շատ հետաքրքիր է, էլի, պատկերացրեք, մշակույթ, սպորտ, ինչ սպորտ, կինո, ընկերություն, բարեկամություն, ընկերական շրջապատ եւ ես շատ ուրախ եմ։ Այդքան թվեցիք իսկական լսում ես, ես երբ եմ հասցրել, այնուամենայնիվ 2-8 լավն է, բայց все-таки էլի ժամանակը բավականին քիչ է։ Էլ Ռուսաստանի վերևից մինչև ներքև, էլ Եվրոպա, էլ Ավստրալիա, էլ որ երկիրը ասես գնացել եմ եւ ոչ թե մենակ եմ գնացել, այլ գնացել եմ խմբով։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այդքան ես իմ ընկերներին, իմ բարեկամներին եւ հարազատներին այդպես եմ կոչում, որտեղ ում հետ որ աշխատել եմ, ես այդ ձեւով եմ մոտեցել։ Շատ մարդիկ կան, որոնք որ բավականին այսպես գործ են կատարել եւ բավականին մեր ազգը երևացել է ամբողջ աշխարհում։ Պիտի ասեմ մեր հերոստատիտողներին, որ այսօր այստեղ հիմնականում Գյորգի Ասատուրյանի ընկերներն են, աշխատանքային։ Հարազատներից գուցե քիչ են մարդիկ, բայց այսօր մեր նպատակը ընկերներին հավաքելն է։ Եվ ընկերությունը իհարկե ձեզ համար ես գիտեմ ինչ է, քիչ հետո ես այդ հարցը ձեզ կտամ, բայց ընկերների անունից ես ուզում եմ հիմա մենք մի կարծիք լսենք Երևանի Պետական Համալսարանի պրոֆեսոր, հանրապետության վաստակավոր մարզիչ Կարլեն Բաբայանին, որը ձեր հին բարեկամն է եւ որը նույնպես լավ բարեկամներից է։ Ինձ համար մեծ պարծանք է եւ ես շատ ուրախ եմ, որ այսօր ես այստեղ եմ եւ կարող եմ մի քանի խոսք ասել մեր սիրելի, մեր հարգելի Գյորգի Գարեգինչի մասին։ Ես Գյորգի Գարեգինչին արդեն եթե ասեմ ճանաչում եմ շուրջ 60 տարի։ Այդ տարիների ընթացքում ենք ոչ միայն ծանոթ ենք եղել, այլ եղել ենք մտերիմ, շատ մտերիմ։ Եվ բավականի գործ ենք արել, ես ընդօրինակել եմ, օգնել եմ, ամեն ինչ արել եմ, բայց ես արել եմ այն գործը, ինչ որ հարազատ էր մեզ երկուսիս։ Մի քանի հոգի հազիվ այդքան գործ անեին, ինչքան արել է Գյորգի Գարեգինչը։ Գյորգի Գարեգինչ, ցանկանում եմ ձեզ երկար կյանք եւ ամենակարևորը դուք ձեր նման մարդ Երանի հիմի լիներ։ Սիրելի բարեկամներ, իհարկե Գյորգի Գարեգինչը մեծ թվով ընկերներ ունի։ Ես ասացի, որ այսօր շատ են նրա ընկերները եւ մեր ծրագրին էլ հիմնականում մասնակցում են նրա ընկերները։ Գյորգի Գարեգինչ, ինչ է ձեզ համար ընկերությունը։ Ճիշտ ասած, ընկերությունը ինձ համար սրբություն է։ Որովհետեւ եթե ընկեր ես, լավ ընկեր ես, մնա մինչև վերջ ընկեր։ Ընկերության միջոցով այնքան գործ կարելի անել։ Այստեղ բոլոր նստածներ անում են, բայց չգիտեն թե ինչքան էլի շատ կարելի է ընկերության միջոցով։ Ուզում եք մի հատ բան պատմեմ, շատ հետաքրքիր կարճ։ Ոնց գնաց անսամբլ Պեսնի Պլասկին արտասահման։ Ուրեմն Անդրանիկ Շահինյան ունեինք մինիստր կուլտուրы։ Լավ մարդ էր, Վերին Աշյանը հոյակապ աշխատող, լավ մարդ եւ ճիշտն ասած մի անգամ Մոսկվայից եկավ ստեղ Ֆուրցևայի տեղակալ Դանիլով ազգանունը։ Ինձ կանչեց ասում Ժորա ջան, ես ժամանակ ֆիլհարմոնիայի դիրեկտոր էի։ Կանչեց ասում Ժորա ջան, դու սրանց լեզուն լավ ես հասկանում։ Ախպոր պես գնա հետ էլի։ Ինչ որ պետք է լից ասի, բանար ամեն ինչ։ Ինձ կծեց իրան 2 օր հետո ինքը տուն կանչեց, դա արդեն չէր կարող ինձ էլ չկանչեր, ճիշտ է ֆիլհարմոնիայի դիրեկտոր էի, բայց հյուրին ես եմ ընդունել, իրար հետ կանչեց իրանց տուն։ Լավ ընդունելություններ բանդեզն, բայց հենց ներս մտնելու ժամանակ ներս մտնել, ես Դանիլով սրան Անդրանիկին ասում, «Ты как тебе не стыдно? Второй день прошу, сойди с Москвы, почему не делаешь?» Ես լսեցի բան, ասում ախր զանիտ է, լինի զանիտ է, իշմեք մի ժամանակ հերախոսավարներին էի սանկտալի, որ միացնում էին Մոսկվա, էլի։ Իսկ հերախոսավարները բոլոր ամեն անգամ գալիս էին ինձան ծրի տոմսեր էին ստանում եւ գալիս էին համերգների։ Ահա Անդրանիկ Քրիստոֆ ասի, եթե հենց հիմի միացնեմ, հոգես համար անենց անհարմար վիճակ չի, տո չէ միացրու զզվացրել արդեն երկու։ Ասեցի լավ, ուրեմն ասի Ռոզա ջան, կարող ես Մոսկվա միացնել, երբ հիմի, ասի հա,
Հիմի հայրախոսը վերցի միացել, հիմի ես հեռախոսը տալիս եմ դրան, ասում եմ, вы что, издеваетесь надо мной, вот? Ասում եմ, ասում нет, это ваша супруга, вот слушает, некий կնգացեն որ լսեց, վերցրեց, խոսած, բան արեց, եւ այլն, ու հիմի ինքը տեղ չի գտնում, էլի, վերակացը, ինքը էս կողմն է նստած, ես էս կողմ, ընդից եկացավ, բռնեց մի հատ լավ համբուրեց, Գեորգի, ты мой друг, в Москве будешь, какие затруднения будут, приходи ко мне. Գյորգի Գարեգինչը իր աշխատանքային գործունեության ընթացքում բազմաթիվ տաղանդավոր ստեղծագործողների է հայտնվել։ Եվ այդ մարդիկ մինչև օրս էլ շնորհակալ են։ Այսօր մենք ձեզ համար մի փոքրիկ անակնկալ ենք պատրաստել։ Հիմա մի շնորհալի երիտասարդ երգչուհի է ձեզ նվիրելու իր երգը, հայկական ժողովրդական երգերի հավաքածու, եւ կարծում եմ ոչ միայն դուք, այլ մեր հեռուստադիտողները նույնպես հաճույքով կլսեն նրա կատարումը։ Ես էլ հաճույքով կլսեմ։ Սոնա Մակարյան, այդպես է այդ երգչու անունը։ Սոնա, մենք ձեզ հաճույքով կլսենք, համեցեք։ Գիշերին դուրս ելա ամպերա կուլա կուլա Գրնատ է մարմար կարին յարս ինձ համար կուլա Գրնատ է մարմար կարին յարս ինձ համար կուլա Զով գիշերին դուրս ելա տղա դուր ես Կարոտի անմար գիշեր ծարավ եմ դու էլ ջուր ես Կարոտի անմար գիշեր ծարավ եմ դու էլ ջուր ես Մատանից քեզի նշան, մշոգորանի
Սիրելի բարեկամներ, ես պիտի ասեմ, որ երկար տարիներ Գյորգի Ասատուրյանը աշխատել է մշակույթի ոլորտում։ Այդ տարիների ընթացքում նա կարողացել է հիրավի մի ինքնատիպ մշակութային հեղափոխություն իրականացնել։ Գյորգ Արեգինչ, հիմա պիտի վերադառնանք մի շատ կարևոր թեմայի, երբ դեռ 50-ական թվականներին դուք կարողացաք ճանապարհ հարթել դեպի արտասահման հայ մշակույթի լավագույն կոլեկտիվների համար 59 թվականին այո այ հիմա ես կուզենայի մենք մի տեսանյութ դիտենք ձեր տեսադարանից եւ իհարկե կուզենայի որ դուք դա մեկնաբանեիք խնդրեմ հայկական ժողովրդական երգի բարի վաստակավոր անսամբլ իր անկրկնելի արվեստով հոգեզմայլ երգով ու պարով նա անցել է աշխարհի շատ ու շատ երկրների բեմերով անսամբլը պատրաստվում է նոր ուղևորության դեպի միջերկրական ծովի ափերը Սիրիա, Լիբանան Դամասկոս Սովետական միության ժողովրդական արտիստ Թաթու Վարդունյանի ղեկավարած անսամբլի հետ այստեղ են ժամանել Հայաստանի կուլտուրայի մինիստրի տեղակալ Անդրանիկ Շահինյանը, արվեստագետ պրոֆեսոր Ռուբեն Զարյանը, բանաստեղծ Հրաչյա Հովանիսյանը։ Հարազատների գրկում ենք։ Արաբական հյուրընկալ հողում ապրում են տասնյակ հազարավոր հայեր։ Բոլոր ցանկացողներին չէ, որ բախտ է վիճակվել թռիչքի հրապարակ անցնել։ Դամասկոսը մեղցավոր արևելքի Մարգարիտ են անվանում։ Իսկ երեկոյան այդ մտերմությունը համերգային դահլիճ փոխադրվեց։ Խանդավառությունը մեր մշտական ուղեկիցն էր։ Վարորդի համար նշանակալից օր է, նա իր հայրենակիցների հետ է։ Մինչև Հալեբ դեռ 20 կիլոմետր կա։ Ահա ինչ է անում կարոտը, հայրենիքի կարոտը։ Մանուկների համար տոն է, հայրենի սոխակն է դայլայլում։ Օրիորդած վարժարանի սաները ցանկանում են ամեն ինչ իմանալ Հայաստանի մասին։ Ջերմ զրույցներ ամեն քայլափոխում։ Հայկազյան քոլեջի ուսանողները առաջինը մերձավոր արևելքում հրթիռ արձակեցին դեպի տիեզերք։ Տեր զոր, արյունով գրված անուն։ Աշխարհի ամենամռայլ անկյունն է սա, որ բնությունն ասես ստեղծել է ոչրագործության համար։ Մտազբաղ ու հուզված է Թաթու Վարդունյանը։ Նրա հիշողության մեջ վառ են մանկության հուշերը կապված այս արյունոտ ավազուտների հետ։ 1915 թվական Իհիշատակ զոհերի Տեր զորում մի փոքրիկ մատուռ է կառուցված, բայց կա երկիրը հայոց, ապրում է սովետական Հայաստանը, ողջ հայության հայրենիքը։ Հուշարձանը մեր այսօրվա ազատ աշխարհն է Հայաստանը, Հայաստան, ուր խնդության և սիրո երգն է թևածում,
Պարոն Ասատուրյան, հրաշալի կադրեր դիտեցինք ձեր անձնական տեսադարանից եւ պիտի ասեմ, որ սա իրոք մի հրաշալի իրադարձություն էր։ Ձեզ հաջողվեց առաջինը իրականացնել մեր ժողովրդի, հատկապես Սփյուռքում ապրող հատվածի վաղեմի երազանքը եւ մայր հայրենիքից առաջին խմբերի երկի բարի անսամբլը։ Թաթուլ Ալթունյանի հետ դուք իրոք մշակութային հեղափոխություն իրականացրեցիք։ Ես կանգ առա առաջի ելույթը այն, որ Մոսկվայից եկած զամմինիստրը ծանոթացա։ Ճիշտ է։ Այո։ Հիմա մի փոքր բան ասեմ։ Եղավ բան, որ 6 ամիս հետո գնացի Մոսկվա։ Ասա եմ, նա ինձ կարտ բլաշ տվեց, ասեց, արի, երբ որ պետք է, ինչա պետք եւ այլ։ Գնացի 2 շիշ կոնյակ դրեցի, գնացի այնտեղ քարտուղարին Սավեշչյանի էր էլի իր մոտ։ Ասում է, ես скажите, что из Երևան Ասատուրյան здесь։ Սա գնաց ասեց, մեկ էլ ասամ դուրը բացեց, Սավեշչյանը եկած ներսա դուրս են գալիս։ Սավեշչյանը փակել է։ Դուրս են գալիս, մեկ էլ եկավ դուրս ինձ գրկեց տարավներ, սամփուրեց ու սեյֆը բացեց, կոնյակը դրեց սինի։ Ձեր տարած կոնյակը չհասցրեցիք Կիրենը։ Չէ, մնացել։ Ասում է, какой вопрос тебя интересует։ Ասեցի կարճ կասեմ էլի։ Ուրեմն ասեցի բանը նրան որ ես մի 6 ամիսա ֆիլհարմոնիայի դիրեկտոր եմ, ուրիշները իրանց անսամբլները ուղարկում են լավնա վատնա արտասահման, մեր Հայաստանից ոչ մի բան չեք ուղարկում։ Как это? Если у нас ансамбль песни пляски, знаете, какой ансамбль это? Весь мир знает о нем. Асец, как это? Զանգտվեց Վալոդյա ко мне. Այդ Վալոդյան էլ բանից վարզում է կոմսոմոլից ցեկայում, որ աշխատում ենք Վիշնյակի, ընդեղ իմ ընկերներից է իրար հետ կոմսոմոլում սովորել ենք, էլի։ Եկավ ներսո Գեորգի բան, եկավ, ասում вы что, друг друга знаете, ասի դա։ Садись, ասում очень хорошо. Ասում слушай, на Ближнем Востоке 2 миллиона армян живут. Почему не отправляется туда? Кого отправлять? Асма, это, узбеков. Что за узбеки? Что там будут? Узбеков отправьте в Китай, ансамбль Армении, отправьте в Либанан, Сирия и Египет. Միամիս հետո գնացինք անսամբլը, միամիս վրիմնայինք, 2 ամիսը կես մնացինք Սիրիա, Լիբանան բան, այդքան հայ կար ընդեղ, հետո գիտեք ինչ, հիմիկվան ման չէ, կներեք, բայց շատ անկեղծ եմ խոսում, մացել կտնեցել, այն ընդունելությունը, որ ցույց տվին ընդեղ է հայերը այն ժամանակ, ոչ մի երկիրը տենց ընդունելություն չեն, համ հարուստ էին, համ լավ էին, և ամեն ինչ ասես կար, վերում լսնի, գալիս էին, հերթ էին կանգնում, բանից հետո, համերգից հետո, մեկ բռնում դնում մաշնեն տանում էին տուն, ոտից գլուխ, էլ ցեպ, էլ բրասատ, էլ բան, հագցնում էին, չամադանով ինչ ասես տալիս էին, դվել վերում էին հյուրանոց։ Պարոն Ասատրյան, մեր այսօրվա հանդիպմանը մասնակցում են նաև Հայաստանի Պարի պետական անսամբլի, Երգի Պարի անսամբլի նախկին մենակատարները, Հանրապետության ժողովրդական արտիստ Ալբերտ Քիզիրյանը, վաստակավոր արտիստներ Մելանիա, Ռաշիդ, Գագիկ Կարապետյանները, հաճույքով խոսափողը տրամադրում եմ նրանց։ 57 թվականին Գեորգի Գարեգյունիչը Մոսկվայում է գտնվում եւ տեսնում է թե ոնց են ապրում աշխարհի անսամբլները եւ հանդիպում այնտեղ վրացական անսամբլին, որը լավ ելույթ է ունենում եւ վերջացավ փառատոնը խանդը մեջը վերադառնում է Երևան եւ սկսում է մտածել ոնց անի որ Հայաստանն էլ ունենա իր Պարի պետական անսամբլը 58 թվին ամեն ինչ արեց եւ հասավ նրան, որ Հայաստանում ստեղծվեց Պարի պետական անսամբլը։ Ստեղծվեց իհարկե ջամքերով Գեորգի Ասատրյանի, որովհետեւ ամենակարևորը նա գտավ այդ գումարը, հայտարարեց այդ գումարը եւ տրամադրեց Պարի պետական անսամբլին։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, Գեորգի Գարգինչ, մենք բոլորը շատ ուրախ ենք, շատ գոհ ենք ձեզանից, որովհետեւ ձեր տարիներին իսկապես արվեստը աճեց, էլ Կապելան, Օրբելյանը, չգիտեմ, մանր մունդր անսամբլները լավն էին, լավ սենց, հոգով, եւ մեկը մյուսից լավն էին, այո, մենք ձեզանից շատ շնորհակալ ենք, մենք ձեզ սիրում ենք եւ ամփյուրում ենք։ Գեորգի Գարեգինովիչի մասին կարող ենք անվերջ խոսել, որպես մարդ, որպես ղեկավար, որպես ընկեր,
Շնորհակալ ենք, որ դուք կաք, Գյորգի Գարեգինովիչ, շնորհակալ ենք, որ մենք աշխատել ենք ձեր ղեկավարության օրոք։ Եվ ուզում եմ շնորհավորել բոլորիս, որ ունենք այսպիսի մեծ ընկեր մեր կողքին եւ շնորհավորել նրա ծննդյան տոնը։ Շնորհավորում եմ Գյորգի Գարեգին։ Ազնվության Գյորգի Գարեգինչի մասին օրերով կարելի է խոսել։ Գյորգի Գարեգինչը համ սպորտսմեններին, համ արվեստագետներին, բոլորին որպես ոչ թե ղեկավար էր, այլ որպես ծնող, ինքը բոլորին օգնում էր ամեն պարագայում։ Եվ կոչումների, եւ ինչ որ արտասահման մեկնելու ու Գյորգի Գարեգինչ ազնվությամբ ցանկանում եմ Աստված միշտ ձեզ պահապան կանի։ Ես չեմ ուզում պատմեմ, թե Գյորգի Գարեգինչը ով ա եղել, ինչ ա արել, բան, դա մեծերը կանեն եւ բազում անգամներ ասվել ա դրա։ Ես ուղղակի բիզավեշտարի դեպք եմ ուզում պատմել ձեզ։ Ուրեմն տարիներ առաջ, երբ աղջիկս 1.5 տարեկան էր, նոր սկսել էր խոսել, ընթելված լեզվով խոսում էր։ Ես ու կինս աշխատում էինք հայ համերգում, հետներս երեխայի հետ եկանք հայ համերգ մտանք, ինչ որ գործով կադրերի բաժին մտանք, ուրեմն հորեղբայրս բան էր սովորացրել փոքրին, ոնց որ լինում է այդ ժամանակներում բարոյական օրենքներից զուրկ այդ 3 տառանի բառներ ու բոլորը ասում են Սոնա ջան, այս ձյաձյանի ինչա, ասում էր երեխերը 3 տառանի բառը բոլորը ուրախանում են։ Այս 4 տարի ինչ կար ուրախանում չեմ հասկանում։ Բարիկ ջան, մի հատ կասես այս ձյաձյանի ինչա, Գյորգի Գարեգինչը ցույց տալ, այս խիղճ երեխեն նայեց, Գյորգի այդ պատկառելի հասակին, բան նայեց, ասեց Պուպուշա, ասեց։ Ամիջապես ինքն էլ հասկացա որտեղ ինչ պետք է ասի, եւ իսկապես Գյորգի Գարեգինչը շատ շատերի համար պուպուշ ա եղել, շատ շատերին լավություններ արել։ Գյորգի Գարեգինչ, ես առողջություն եմ ցանկանում։ Ինչքան երկար ապրեք, այս մեր հիշողություններն ու այս իրականությունը կշահի դրանից։ Սիրելի բարեկամներ, մենք հիմա նորից պիտի հետևենք մեր սրահի էկրանին եւ կարծում եմ այս տեսանյութից հետո նույնպես վերհիշելու քիչ բան չի լինելու։ Խնդրեմ։ Սեպտեմբերի 24-ը Երևանի ռեսպուբլիկական ստադիոնը նորից տոնական տեսք է ուներ։ Տրիբունաների վարդագույն խոյակներից վեր ծածանվում են դրոշները։ Մայրաքաղաքի եւ ռեսպուբլիկայի տարբեր վայրերից եկած տասնյակ հազարավոր աշխատավորները այսօր մասնակցում են սովետական Հայաստանի 40-ամյակին նվիրված ոսկե աշուն մեծ տոնահանդեսին։ Տոնահանդեսը բացում են Երևանի ամենատարեց բնակիչ Բագրատ Հովակիմյանը, ժողովրդական արտիստներ Նեսիսյանը, Բանդարչուկը եւ Մայանը։ Կինոդերասաններ Մաքսիմովան եւ Իվաշովը ներկայացրին Բալլադ զինվորի մասին կինոֆիլմից Մոր ու որդու վերջին սրտաճեմուլին հանդիպումը։ Երևանի Չայկովսկու անվան տասնյակ դպրոցի շնորհալի երեխաները։ Այս ֆիլմի արտիստների մտարած հայկական ժողովրդական հեզանասպարերը ներկայքով լցրին ամիսականի սրտերը։ Ոսկե աշուն տոնահանդեսների կազմակերպումը սովետական ստեղծագործ ժողովրդի հավերժ բարեկամության, խաղաղության պաշտպանության, ինչպես նաև արվեստի ու գիտության նվաճումների վառ ցույցի վկայությունն է։ Գյորգի Գարեգինչ, ամեն մի տեսանյութ մի հրաշալի հիշողություն է, եւ ես տեսա թե ինչպես ուզվեցիք երբ դիտում եք։ Ոնց անցան տարիները։ Թռնում են, էլի։ Այս ոսկե աշունները դարան մեր ժողովրդի սիմվոլը, որովհետև առանց ոսկե միշտ զանգում են երբ ալնելու ոսկե աշուն, երբ ալնելու, ասում բան, եւ ամեն անգամ նորություն, ամեն անգամ հարստություն լցնում ենք մեջը եւ չտեսնված գնում էր։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնել եւս մեկ անհատականության իմ լավ բարեկամի, իմ գործընկերոջը, սփորձառու լրագրող մի շարք գրքերի հեղինակ Միրան Ստեփանյանին, որը Գյորգի Ասատուրյանի վաղեմի բարեկամներից մեկն է եւ շնորհակալ եմ, որ դուք այսօր նույնպես այստեղ եք։ Գյորգի Գարեգինչի մասին խոսելը եւ հեշտ է եւ դժվար, որովհետեւ Գյորգի Գարեգինչը մի մարդ է, որ իր ամբողջ սրտի ջերմությունը, իր աշխատանքային աղանդը նվիրել է մեր ժողովրդին։ Սա ֆենոմեներից մեկն է, այստեղ շատ խոսեց ֆենոմենի մասին, բայց եթե ճիշտն ասենք, այդ ֆենոմենին չի կարելի միանգամից պատասխանել, որովհետև Գյորգի Գարեգինչը գտնվում է իր տեղում, ամբողջ կյանքում նա գտնվել է իր տեղում, իր տաղանդը օգտագործել է
ճիշտ ձևով։ Ով կարող է փոխարինել այդ պաշտոնում։ Կարող է փոխարինեին նրան, բայց ով կարող է, այստեղ մի անձնավորություն էլ կա, մեծատաղանդ պարոն Չեքիջյանը, կարող է հիմա մեկնումեկը փոխարինել Չեքիջյանին իր տեղում։ Չի կարելի, չկա։ Այդպես էլ Գյորգի Գարեգինին։ Իհարկե, Գյորգի Գարեգինը հսկայական աշխատանք է կատարել։ Ու այսօր նա տարիքով մարդ է, բայց ոչ ծեր։ Ու ես ցանկանում եմ, որպեսզի Գյորգի Գարեգինը շարունակի իր այդ հսկայական մեծածավալ աշխատանքը թե սպորտի եւ թե արվեստի բնագավառում։ Նա շատ անելիքներ ունի, որովհետեւ նա ծնում է գաղափարներ եւ գործի դնում այդ գաղափարները։ Այսօր նա զբաղված է գրական գործունեությամբ։ Նա գրքերը, որ կարդում ես, այդ գրքերը հայ ժողովրդի պատմության, արվեստի, սպորտի պատմության կարևոր գլխավոր մասն են կազմում։ Ես ցանկանում եմ Գյորգի Գարեգինին անսպառ եռանդ, առողջություն եւ երկար տարիների կյանք իբարս մեր ժողովրդի, մեր արվեստի, մեր սպորտի։ Սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր երեկոն եւ ուզում եմ այստեղ հրավիրել մի մարդու, որին դուք իհարկե շատ լավ ճանաչում եք, իմ լավ բարեկամին, մեր տաղանդավոր կինոռեժիսորներից մեկին Վիգեն Չալդրանյանին։ Պարոն Չալդրանյան, համեցեք։ Իհարկե մեծ է Գյորգի Ասատուրյանի ավանդը կինոյում, բայց լավ կլինի, որ դուք ինքներդ խոսեք։ Հրաշալի միտք արտահայտեց պարոնը, որ Գյորգի Գարեգինը մեծացել է, բայց չի ծերացել։ Գիտեք, ես շատ ուրախ եմ, որովհետև այստեղ մարդիկ կան, որոնց ես այսպիսի առիթներով ես հանդիպում։ Ինչ հրաշալի է, որ բոլորդ մեծացել եք, բայց չեք ծերացել։ Շատ երիտասարդ երեկո է, չնայած երեկոն ես հասկացա, որ այսօր հիշողության երեկո է, ավելի ճիշտ հիշողության տոն է, որովհետև լավ հիշողությունները միշտ տոնի են վերածվում։ Գյորգի Գարեգինիչ, մեզանում շատ են խոսում արվեստագետի տաղանդի մասին, բայց շատ քիչ են խոսում ղեկավարի տաղանդի մասին։ Ինձ համար պարոն Ասատրյանը մեծատաղանդ ղեկավար է։ Ես հիմա նայեցի ոսկե աշունը, մի քիչ հուզվեցի, որտեղ ես 5 տարեկան էի ստադիոնում նստած, այդ Պալադա Սալդատի բան Ալյոշա, բան 5 տարեկան երեխա ես հուզվում է այդ ֆիլմի այդ պատկերները, բան ու հետո ես հասկանում, որ այս ամենի ղեկավարը եւ այս ամենի հեղինակը մի մարդ էր, որը բացում էր այդ դժվարին տարիներին երկաթյա վարակույր եւ այլն եւ հանկարծ մեր մշակութային կոլեկտիվները հայտնվում էին արտասահմանում եւ մենք ներկայացնում էինք մեր արվեստը, որովհետեւ արվեստն է, որ ազգի դեսպանն է։ Իրոք ոչ մեկի մտքով չէր անցնում 89 թվական այդ ցուրտ ու մութ տարիների ուրեմն նախամուտն էր, սկսվում էր ուրեմն փլուզումը սովետական միության եւ այլն, հանկարծ Հայֆիլմ կինոստուդիայում մեծ ժողով հավաքվեց եւ ներկայացրեցին մի լեգենդար անուն, որի մասին շատ էինք լսել, բայց չէինք տեսել։ Եվ հանկարծ հայտնվեց բեմում այս վիթխարի անձնավորությունը, ահռելի, մեծամարմին, խոշոր, լայն ճակատով։ Ես այդ ժամանակ անում էի իմ առաջի լիամետրաժ ֆիլմը։ Եվ այդ ֆիլմի համար ես երախտապարտ եմ երկու անունների, երկու անձանց։ Դա Վիկտոր Ռուբենիչ Բալայանն էր, որը մինչ այդ ուրեմն մինչև գալը Գյորգի Գարեգինի ստուդիա նա էր տնօրենը եւ նա ուրեմն հավատաց ինձ։ Եվ հետո եկավ Գյորգի Գարեգինիչը եւ ես հիշում եմ դրանից հետո ես այդ քանակությամբ կոդակ ժապավեն, այնպես ինչպես նա էր գնում Մոսկվա, այսպես այստեղ պատմեց իր կոնյակներով եւ մնացած բաներով, որովհետեւ սա իրոք մեծ արվեստ է, մեծ դիվանագիտությունն է, թե կենտրոնի հետ, ղեկավարության հետ ինչպես կարողանաս լեզու գտնել եւ կարողանալ ուրեմն դա ի նպաստ նաեւ մեր հանրապետության լիներ։ Գյորգի Գարեգինիչ, ավետարանում ասված է կա ժամանակ քարեր նետելու եւ կա ժամանակ ժողովելու։ Ես այնքան ուրախ եմ, որ այսօր նստած էստեղ ժողովում եք ձեր այդ քարերը նետած։ Թող որ լինի ես իմ շնորհակալությունը, ես իմ երախտագիտության խոսքը ամբողջ հայ կինոյի աշխատակիցների, կինեմատոգրաֆիստների անունից, մենք իրոք երանությամբ ենք հիշում են տարիները, երբ մենք աշխատում էինք միասին։
Փառք ու պատիվ ձեզ։ Փառք ու պատիվ ձեր ապրած կյանքին եւ ձեզ առողջություն ու ելի երկար տարիների կյանք։ Մի օր ինձ կանչեցին Կենտկոմ, ասի որտեղ թե Զարոգանը քեզ կանչում։ Я хочу тебя взять в спорткомитет председателем. Асի, я же не спортсмен, я уже не имеет значения. Я вижу, как эти салаты осени делаешь и так далее. Это все организаторская работа. И я хочу, чтобы ты обязательно пошел в спорткомитет. 20-25 հազար սպորտսմեն դուրս եկավ Շքերտի։ Հայաստանը երբեք չէր տեսել այդքան սպորտսմեն, որ Շքերտի դուրս գան եւ սպորտի 21 ձևով։ Ինչքան որ ծնողները երեխաներ ունեին, բանին բոլորին տանում էին կամ սպորտային կազմակերպություններ, կամ լուսավորության министрություն, Զարոգանը կանչում գնացի։ Ты понимаешь, в чем дело? Я иду на завод, на фабрику. Говорят, почему Арарат не играет в высшей лиге? И представляешь, что такое? Первый секретарь не могу ответить. Грозный номер ընդամենը 15,000 տեղ ստադիոնում, բայց եկել էին 35-40 հազար մարդ, էլ Վրաստանից, էլ Հայաստանից, էլ Ադրբեջանից, Սևերնի Կավկազից, то Կիևից, Պրիբալտիկայից, որ ամեն տեղերից հայերը հավաքվել էին Գրոզնի։ Գրոզնի դարել է հայկական քաղաք։ Արարատցիները փորձում են անպայման հավասարեցնել հաշիվը։ Հովիվյանը գնդակ ուղարկում է Կայրատի տուգանային հրապարակը։ Կայրատի դասասապարարվում է յետ վերադարձնել, նորից գնդակը Կայրատի տուգանային հրապարակում է։ Լարված իրադրություն է այնտեղ։ Երևանցիները փորձում են անպայման գնդակ ուղարկել դեպի նպատակակետը։ Խառը իրադրություն է տուգանային հրապարակում, հարված գոլ։ Գիտեք, մարզաշխարհում իրոք շատ մեծ բան է արվել եւ պիտի ասեմ, որ իր վաստակի համար Գյորգի Ասատուրյանը արժանացել է մեր օլիմպիական շարժման բարձրագույն պարգևին, ոսկե շղթային։ Սիրելի մասնակիցներ, հարգելի ներկաներ, սիրելի իմ գործընկերներ, այսօր մենք բոլորս այստեղ հավաքվել ենք նշելու, տոնելու, մեծարելու մեր բոլորի կողմից սիրված, հարգված մեծ մարդ, որը մեծ ավանդ է թողել մեր երկրում սպորտի, մշակույթի, արվեստի գործում։ Օլիմպիական գաղափարների տարածման, սպորտի մասսայականացման գործում մեծ գործ կատարած մարդուն։ Պարգևել Հայաստանի օլիմպիական կոմիտեի բարձրագույն պարգևը ոսկե շղթա 5 միլիոն էլ դրամ, որը դա բանկում դրած է իր հաշվին, այսօր մենք կհանձնենք իրեն։ Սիրելի բարեկամներ, հիմա ես ուզում եմ խոսափողը տրամադրել ներազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրելյանին։ 1966 թիվ զորացրվել եմ բանակից, ծառայում էի Մոսկվա քաղաքում։ Երկրորդ օրը Երևանում մտածեցի, որ գնամ սպորտ կոմիտե, հանդիպեմ մեր պետական մարզիչին բռնցքամարտի, տեսնեմ իմ ապագան ինչ է լինելու։ Մուտքի մոտ եմ, դուռը բացում եմ, դեմս դուրս է գալի մի հաղթանդամ, սիրուն, բոյով տղամարդ, քայլ հետ եմ անում, չեմ ճանաչում ով է, ասում եմ համեցեք, ասում է տղա ջան, ամեն ինչ լավ է, լավ կլներ որ մի հատ էլ բարևեիր։ Ու ինքը ձեռը մեկնում ասում է Գյորգի Գարագինիչ Ասատուրյան, սպորտ կոմիտեի նախագահ։ Դե պատկերացրեք 20 տարեկան տղա, երիտասարդ, կորցնում եմ ինձ, դա եղավ Գյորգի Գարագինիչի առաջի դասը ինձ։ Գյորգի Գարագինիչ, իմ սիրելիս, մենք նոր ժապավենը նայեցինք, թե մեր ազգային օլիմպիական կոմիտեի նախագահան այն հիշողությունները, որ ինքը իր խոսքում ասեց եւ ձեզ պարգևադրեց, դա քիչ է։ Դուք ոսկի տարերով ձեր անուն, ազգանուն եւ հայրանունը գրել եք հայկական պատմության մեջ սպորտի եւ մշակույթի։ Դուք Գյորգի Գարեգինիչ ինձ համար եղել եք փարոս եւ ամեն անգամ, երբ որ քայլ եմ արել, ես ասել եմ, ինչպես կաներ Գյորգի Գարեգինիչը եւ չեմ սխալվել։ Շնորհակալ եմ, որ դուք կաք եւ ձեզ երկար տարիների կյանք։ Շնորհակալություն։ Ես պիտի ձեզ նաեւ հիշեցնեմ, որ դուք եք, որ ստեղծեցիք այն կոլեկտիվը, որը կոչվում էր Հայաստանի պետական ժողովրդիկների նվագախումբ։ Եվ ես այդ կոլեկտիվի առաջին երեքիչներից մեկն եմ, այստեղ շատերը վկայեցին, որ դուք մարդկանց ուղարկում եք
արտասահման, ուղարկում էիք լավագույն աշխատանքների։ Ես պիտի նաև մեկ բան հիշեմ։ Մենք գնացել էինք համերգի Արտաշատի կողմը, երեկոյան վերադառնում էինք եւ ավտոբուսը վթարվեց ճանապարհին Մասիսի տարածքում, բնականաբար այն ժամանակ այս հեռախոսները չկային, որ անմիջապես լուր տային, դուք այլևս ժամը 4-ին գիշերը կանգնած էիք մեր վթարված արտիստների կողքին։ Շնորհակալություն։ Վերջապես այերը հողեր ետարան, դարերեն անցել երկար տարիներ, վերջապես այերը հողեր ետարան, եկեք հայրենիք, եկեք Հայաստան, շնացնենք երկիրը հայկական, եկեք հայրենիք, եկեք Հայաստան, շնացնենք երկիրը հայկական, աշխարհման եկա ծովեր օվկիաններ անցա, Արարատի նման երբեք չտեսա, աշխարհման եկա ծովեր օվկիաններ անցա, Արարատի նման երբեք չտեսա։ Երկրեն, ձեր աչքերը խոնավ գլուխներդ կող, դուք երկրուկներ դարձակ հեռացակ երկրեն, ձեր աչքերը խոնավ գլուխներդ կող, լսեցեք ձայնը հայրենի հողի, համբերեք քիչել համբերեք, լսեցեք ձայնը հայրենի հողի, համբերեք քիչել համբերեք, աշխարհման եկա ծովեր օվկիաններ անցա, Արարատի նման երբեք չտեսա, աշխարհման եկա ծովեր օվկիաններ անցա, Արարատի նման երբեք չտեսա։ Երբեք ծեսեն հայրերի, որտեղ որ լինի հայետ արագիր, շիմորանա երբեք ծեսեն հայրերի, հայոց լեռների նման, լեռնեցու նման, կպարի պարը հայոց կոչարին, հայոց լեռների նման, լեռնեցու նման, կպարի պարը հայոց աշխարհման եկա ծովեր օվկիաններ անցա, Արարատի նման երբեք չտեսա, աշխարհման եկա ծովեր օվկիաններ անցա, Արարատի նման երբեք չտեսա։ Բրավո։ Գյորգի Գարեգինովիչը մեծ ավանդ ունի նաև կրկեսային արվեստի զարգացման գործին։ Ես ունեցել եմ երկու ուսուցիչ, մեկը մեծն Լեոնիդ Ենգիբարյանը, որից սովորել եմ կրկեսային արվեստի գաղտնիքները, իսկ Գյորգի Գարեգինովիչից սովորել եմ ռեժիսուրայի, կազմակերպչական, ադմինիստրատիվ արվեստի գաղտնիքները։ Իմիջիալոց երկուսն էլ ծնվել են մարտի 15-ին։ Շատ բան կարելի է պատմել Գյորգի Գարեգինչի մասին, բայց մի բան եմ ուզում հիշել, ես սովորում էի Մոսկվայում, ավարտել էի կրկեսային ուսումնարանը, սովորում էի գիտիսի ասպիրանտուրայում ու ուզում էի դառնալ ռեժիսոր։ Ինձ ասացին, որ Գյորգի Գարեգինովիչը ապրում է Բուդապեշտի 201 համարում։ Շտապեցի, գնացի այնտեղ, մոտեցա, լիքը մարդիկ էին, դուրս եկան, մի կերպ ես մտա ներս, ասեցի բարև ձեզ, բարև տղա ջան, ասի ուզում եմ դառնալ ռեժիսոր։ Ասեցի դուք ինչ կարող եք անել, որտեղ եք, ինչ եք։
Ասի Գեորգիանիչ, բանը նրանում է, որ ես ավարտել եմ Կրկեսային ուսումնարանը, սովորել եմ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին են Ալլա Պուգաչովան, Գենադի Խազանովը, Նատալիա Վարլեյը, Ժաննա Բիչեր, ասեց ստոպ։ Իսկ կարող ես վաղը բոլորին հավաքել իմ համարը։ Մյուս օրը իմ թվարկած մարդկանց լմի բանել ավել, բոլորին հավաքեցի 201 համարում։ Գեորգի Գարեգինչը հանեց մի պաճկա գումար, դե ուսանող էի, ես փող չունեի, տվեց, ասեց գնա ինչ կա ռեստորանում հավաքի բեստեղ։ Ասի Գեորգի Գարեգինչ, բայց սրանք համեստ են մի քիչ։ Ասում այ տղա դու գնա ռեստորանից ամեն ինչը գործ ունես։ Մինչև գնացի ռեստորանում, պատվիրեցի իկրա, կոնյակներ, մեկ էլ գամ տեսնեմ, Ալլա Պուգաչովան, այդ բոլոր մարդիկ պարում են։ Ասի Գեորգի Գարեգինովիչ, ձերքիս կոնյակները բանը սենց զարմանքից, ասում այ տղա սրանք են համեստ։ Մեկ էլ հանեց մի պաճկա էլ գումար տվեց, ասեց Սոս ջան, գնա տոմսար սրանց վաղը տանում եմ ոսկե աշուն Երևան։ Ես ցանկանում եմ ձեզ առողջություն, մնացածը դուք ամեն ինչ ունեք։ Ես Գեորգի Գարեգինիչի հետ չեմ աշխատել, բայց ես իր դպրոցի աշակերտ եմ, սան։ Երևի ամենավատ, ամենալավ կամ չգիտեմ, բայց այն վերջին նստած աշակերտն եմ ինձ համարում, որտեղ իմ եղբայրներն են իր հետ աշխատել, իր հետ ընկերություն արել։ Չեմ կարծում, որ Հայաստանում լինի մի նորմալ մարդ, այսինքն անցած իր ճանապարհը եւ Գեորգի Գարեգինիչին չճանաչի։ Գեորգի Գարեգինիչ, շնորհակալություն, խորին հարգանք, փառք ու պատիվ ձեզ։ Ես Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի անունից ցանկանում եմ քեզ քաջառողջություն, մի խնդրանք ունեմ։ Այս կան բանից հետո երևի դուք պետք է աշխատեք մի անգամ է ծնվեք, Գեորգի Սիրելի բարեկամներ, իհարկե այս տեսանյութերը հաճույքով դիտում են նաև մեր ծրագրի շատ հարգարժան մարդիկ, հանրապետության ժողովրդական արտիստներ, մեր շատ սիրելի Նարաշ Լեպչյանը, հայկական հեռուստայի եթերի առաջին եւ մնայուն աստղը, միշտ հմայիչ, միշտ գեղեցիկ, Հովհաննես Չեքիջյանը, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, Պետական մրցանակի դափնեկիր, Հանրապետության ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուրյանը, մարդիկ, որոնք իրոք անցել են այս ամենի միջով եւ կարծում եմ այսօր վերհիշելու քիչ բան չունեն։ Կուզենայի որ դուք էլ ձեր խոսքը ասեիք Գեորգի Ասատուրյան երևույթի մասին։ Այսօր Գեորգի Գարեգինովիչի մեծարման, այսպես ասենք, երեկոն է եւ ես ուզում եմ հասկանալ, թե որն է իրոք նրա ֆենոմենը։ Այնքան բազմակողմանի, այնքան հարազատ, այնքան խոշոր մի անձնավորություն է, որ դժվար թե բառերը բավականացնեն, որպեսզի բնութագիր տան նրան։ Համենայն դեպս Գեորգի Ասատրյանի, այսպես առեղծված ասենք, ֆենոմեն ասենք, թե բացառիկությունը հայ ժողովրդին, հայ արվեստին ծառայելու, այսպես անմնացորդ ծառայելու ձգտումն է։ Որտեղ էլ որ աշխատել է Գեորգի Գարեգինիչը, նրան անմիջապես սիրել, հարգել, մեծարել են եւ նա մեծ հաջողությունների է հասել ու հեշտությամբ է հաղթահարել բոլոր տեսակի խոչընդոտներ, արգելքներ, ճնշումներ։ Գեորգի Գարեգինիչ, սիրելիս, ձեր ղեկավարության օրոք մեծ վերելք է ապրել մեր մշակույթը։ Եվ ես, եւ ոչ միայն ես, այստեղ բոլոր ներկա գտնվողները, եւ հպարտ եմ, եւ չափազանց շատ են հարգում ձեզ, եւ շնորհակալություն, որ այսօր էլ դուք մեր կողքին եք։ Շնորհակալություն։ Մեր մշակույթը լավ օրեր էր ապրում, լավ տարիներ։ Եվ դա գաղթիկը, որպես ղեկավար մշակույթի ասպարեզում, Գեորգի Գարեգինիչին այն հատկությունն էր, որը գիտեր, թե այն կետին հասնելու համար այսօրվա պայմաններում որ ճանապարհով պետք է գնալ։ Ամենակարևոր հատկությունը իմ կարծիքով դա էր։ Դա գիտեր, անվարան, չնայած խոչընդոտներ լինում էր, փշոտ ճանապարհներ էր ասում այդ կետին հասնելու, բայց գնում էր։ Չգիտեմ, կգտնվի մի մարդ, որ Գեորգի Ասատրյանի վիճաբանության մեջ ընկնի։ Չէր թույլ տալի։ Առիթ չէր տալի։ Այնպեսի հատկություններ, որ թեկուզ այդ հարցը, ասեն, անլուծելի էր,
բայց եւ այնպես դու բավարարված դուրս եկար իրակապինից։ Սա էլ ասում եմ այն մասին, որ ինքը մարդկային հատկություններով այնպես զինված էր, որ կարողանում էր մարդկանց համոզել, կարողանում էր մարդկանց դեպի լավը տրամադրել։ Եկու տեսակ մարդ կա այս աշխարհում։ Մեկը այն, որ անպետքի մեկն է, ինչ էլ տաս, արևը տաս մի հատ թաշնակ չի չորացնի, բայց եւ այնպես կան այնպիսի մարդիկ, ինչպիսին է Ասատրյանը, որ իր շնչով կփչի այդ թաշնակը չորացնի։ Շատ ուրախ ենք, որ այսօր մեր սեղանին նստած է այս պատկառելի անձնավորությունը, եւ մենք բոլորս լավ հիշատակներ ունենք, լավ հիշողություններ ունենք, եւ ցանկանում ենք, որ այս լավ օրը, իր ծննդյան օրը փայլուն անցնի մինչև եւս տասնյակ տարիներ։ Այս ոսկե աշունը ոչ միայն ստադիոնն էր զարդարում, ոսկե աշունը զարդարում էր ամբողջ Հայաստանը։ Այդ աշնանային գեղեցիկ ոսկե աշունը մտնում էր մեր փողոցները, մեր տները, մեր սեղանները, Աբովյանով ման էր գալիս, քեզ զգում էր ուրիշ կյանք, կողքիդ անցնում էր Բանդարչուկը Սկոպցևայի հետ, Արմենա հյուրանոցի մոտ Չերկասովը կանգնած իր հայ դերասան Ավետ Ավետիսյանի, Բաբկե Ներսյանի, Հանրապետությունում իրեք հատ սենց հայտնի գործունյա եռանդուն մարդ կա, որ հանրապետությունը, որ ունեցավ Ժորա Ասատրյան, Հրաչիկ Ղափլանյան, Էդվարդ Միրզոյան, այդ հանրապետությունում մշակութային գործերը բոլոր հաջող կգնան։ Գիտեք, ժամանակը այնքան աննկատ է անցնում, ասելու, խոսելու քիչ բան չկա, բայց ես կուզենայի, որ հրաժեշտից առաջ դուք ձեր խոսք ասեիք եւ ձեր ընկերներին եւ բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր այս պահին դիտում են մեր ծրագիրը։ Իմ խորին հարգանքն եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր հարգել են եւ եկել են, որ այսօր ժամանակ անցկացնեինք եւ ես ուզում եմ, որպեսզի այն ինչ որ մենք լսեցինք, խոսեցինք, որպեսզի կրկնվի ձեր բոլորի ծննդյան օրերին։ Իսկ այսօրվա ձեր արած Համլետ ջան, ես երբեք չեմ մոռանա, քանի դեռ կամ։ Եվ ուզում եմ, որպեսզի ձեր ընտանիքները թորներից բռնած, մեծերից բռնած, մեծահասակներից իրանց լավ զգան եւ ձեր ներկայությամբ եւ ձեր բացակայությամբ էլ երեխաներն էլ մեծանան, դառնան լավ մարդիկ, հպարտանակ եւ ասեք, այո, մենք էլ իրավունք ունենք ապրելու, ինչպես եւ ես, իմ խորին հարգանքը ձեզ բոլորիդ այսօրվա մասնակցության համար եւ շատ շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, դե հասկանում եք, որ ասելու, խոսելու քիչ բան չկա, բայց ժամանակը ցավոք դա մեզ հնարավորություն չի տալիս եւ ես ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել Գյորգի Ասատուրյանից, որ նա այսօր նորից մեզ հետ է, հնարավորություն տվեց մեկ անգամ եւս շփվելու իր հետ, վայելելու իր ներկայությունը եւ Գյորգի Գարեգինիչ, ինչպես մեր բոլոր հյուրերին, ձեզ նույնպես ասում ենք բարի վերադարձ կամ նորից բարև, կհանդիպենք։ Այսօր այսքանը։